Այլ հայացք Գազայի հատվածում խաղաղության ծրագրին։ Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողովը, որի շրջանակում Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի առաջնորդները ստորագրեցին Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը։ Այն հիմնված է Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 20 կետանոց խաղաղության ծրագրի վրա։ ԱՄՆ նախագահը և մյուս մասնակիցները գագաթնաժողովը որակեցին պատմական, շեշտելով, որ այն վերջ է դնում 2 տարի շարունակվող պատերազմին։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 20 երկրի ղեկավարներ, սակայն բացակայում էին հենց հակամարտության կողմերի՝ Համասի և Իսրայելի ներկայացուցիչները։ Ուշագրավ է, որ Թրամփը Իսրայելի վարչապետին հրավիրել էր, սակայն Բենյամին Նեթանյահուն հրաժարվել էր Եգիպտոս մեկնել հրեական Սիմխաթ Թորայի տոնի պատճառով։ Սակայն Reuters գործակալության տվյալով իրական պատճառն այլ է։ Թուրքիայի նախագահը սպառնացել էր բոյկոտել գագաթնաժողովը, եթե Իսրայելի վարչապետը ներկա լինի միջոցառմանը։ Շարմ էլ-Շեյխում համաձայնագրի ստորագրմամբ պաշտոնապես մեկնարկեց Իսրայելի և Համասի միջև հրադադարի առաջին փուլը։ Դրա շրջանակում Իսրայելը դադարեցրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները և իր զորքերը սկսել է հետ քաշել նախատեսված նոր տեղակայման վայրեր։ Համասն ազատ է արձակել դեռ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարած 20 պատանդներին և Իսրայելին վերադարձրել զոհված իսրայելցիների մարմիններ։ Ըստ շարժման մնացած աճյունները հայտնաբերելու համար անհրաժեշտ է ժամանակ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել մոտ 2000 բանտարկված պաղեստինցիների և փոխանցել է աճյուններ։ Բացի այդ, իսրայելական կողմը թույլատրել է նաև հումանիտար օգնության մուտքը պաղեստինյան անկլավ։ Գազայում խաղաղության հաստատման Թրամփի 20 կետանոց ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և նախագահի ՓՍԷ-ի Ջարեդ Քուշների կողմից արաբական և եվրոպական երկրների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Չնայած առաջին փուլի պայմանավորվածությունները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել, Թրամփը հայտարարել է, որ արդեն մեկնարկել է հրադադարի հաստատման երկրորդ փուլը, որը ենթադրում է Գազայի անվտանգության և կառավարման վերաբերյալ համաձայնագրերի մշակման բարդ աշխատանք։ Հաջորդ փուլերում մասնավորապես նախատեսվում է Գազայի հատվածը ապառազմականացնել և դարձնել ահաբեկչությունից զերծ գոտի, որը սպառնալիք չի ներկայացնի հարևանների համար։ Համասի այն անդամները, որոնք պարտավորվում են խաղաղ գոյակցել և հանձնել իրենց զենքերը, կստանան համաներում, իսկ Գազան լքել ցանկացող զինյալների համար կապահովվի անվտանգ անցում ընդունող երկրներ։ Թրամփի ծրագրով նախատեսվում է նաև Գազայում ստեղծել տեղական տեխնոկրատ ապաքաղաքական վարչակազմ, որը կազմված կլինի որակավորված պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից։ Այն կզբաղվի ընթացիկ կառավարման հարցերով, Եգիպտոսում գործող խաղաղության խորհրդի հսկողության ներքո։ Վարչակազմի գործունեությունը ժամանակավոր է, մինչև պաղեստինյան ինքնավարությունը ավարտի իր բարեփոխումների ծրագիրը և կարողանա անվտանգ ու արդյունավետ կերպով վերականգնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը։ Գազայի հատվածի անվտանգության պատասխանատվությունը կստանձնեն Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված միջազգային կայունացման ուժերը, այդպիսով ապահովելով պաղեստինյան զինված խմբավորումների ապառազմականացումը։ Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի ներկայությունը ժամանակավորապես կպահպանվի սառեցված շփման գծով, մինչև փուլային եղանակով դրանց լիարժեք դուրսբերման համար պայմանների ստեղծումը։ Գազայի հատված օգնության տեղափոխումը և բաշխումը կիրականացվի առանց հակամարտող կողմերի միջամտության, Միավորված ազգերի կազմակերպության ու նրա գործակալությունների, ինչպես նաև Կարմիր մահիկի և այլ միջազգային հաստատությունների միջոցով։ Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Գազայից, ազատորեն կարող են դա անել, իսկ վերադառնալ ցանկացողների համար որևէ խոչընդոտ չի ստեղծվի։ Գազայում կստեղծվի հատուկ տնտեսական գոտի արտոնյալ պայմաններով և մաքսատուրքերով, կիրականացվեն վերակառուցման լայնածավալ ծրագրեր, բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման համար կհրավիրվեն համապատասխան փորձ ունեցող փորձագետներ։ Պաղեստինցիներին աջակցող արաբական և իսլամական երկրների համար ամերիկյան այս առաջարկը զգալի առաջընթաց է, եթե այն համեմատենք փետրվարին Թրամփի կողմից առաջ քաշած Գազայում մերձավոր արևելյան ռիվիերա ստեղծելու գաղափարի հետ, որը հանգեցնելու էր պաղեստինցիների բռնի տեղահանման։ Բացի այդ, ծրագրում կա Պաղեստինի պետության մասին հիշատակում, թեև առանց որևէ պարտավորությունների։ Վերջապես Թրամփի ծրագրում նշված է, որ Իսրայելը չի օկուպացնի կամ անեքսիայի չի ենթարկի Գազան, ինչը ևս սկզբունքային է Պաղեստինի աջակիցների համար, չնայած իսրայելական ուժերի մասնակի պահպանման մասին կետին։ Ինչ վերաբերում է Իսրայելին, Նեթանյահուի խոսքով շրջանակային համաձայնագիրը համապատասխանում է պատերազմը դադարեցնելու իր նպատակներին։ Դրանք են զինաթափել Համասը, ապառազմականացնել Գազան և թույլ չտալ պաղեստինյան պետության ստեղծում։ Փորձագետները սակայն կարծում են, որ իսրայելական կողմը գնաց համաձայնության աճող միջազգային ճնշումների, ինչպես նաև Թրամփի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ամերիկյան ծրագրի դրույթների ընդհանրական ձևակերպումներն իսրայելական կողմին մանևրելու լայն հնարավորություններ են տալիս։
Չնայած Շարմ էլ-Շեյխում կազմակերպված գագաթնաժողովի մասնակիցների ոգևորությանը Գազայի հատվածում բնականոն կյանքի վերականգնման հեռանկարները շարունակում են մնալ խիստ մշուշոտ։ Թրամփի ծրագրի շատ կետերում կան մեծ անորոշություններ, առանձին դետալների վերաբերյալ Համասի եւ Իսրայելի մոտեցումները բավական հակասական են։ Մի շարք հարցեր էլ պարունակում են նոր էսկալացիայի հանգեցնելու մեծ ռիսկեր։ Օրինակ Համասի զինաթափման հարցը հաշվի առնելով, որ շարժումը կտրականապես դեմ է զենքը վայր դնելուն։ Հստակ չէ նաև թե ով է իրականում վերահսկելու Գազայի հատվածը։ Արդյոք կհաջողվի չեզոքացնել Համասի ազդեցությունը կամ իսրայելական զորքերը Պաղեստինյան տարածքից երբևէ կհեռանան։ Տասնամյակներ շարունակվող Մերձավոր Արևելյան այս հակամարտությունը եւ մի քանի պատերազմները ցույց են տվել, որ գեղեցիկ ձևակերպումներ պարունակող հայտարարությունները կամ փաստաթղթերը բավարար չեն եւ բոլոր պայմանավորվածությունները կարող են տապալվել դրանց մանրամասների շուրջ անհամաձայնությունների պատճառով։ Արդյոք Միացյալ Նահանգները կցուցաբերի բավարար հետևողականություն ապահովելու իր ծրագրի իրականացումը, սա հարց է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։